Իրանում ցույցերը շարունակվում են, դրանք չեն դադարում նաև գիշերը։ Ցույցերը նոր գագաթնակետի են հասել, ընդգրկելով նոր տարածքներ, մարդաշատ ցույցեր են եղել այդ թվում Ղազվին, Ռաշտ, Աստարա, Շիրազ, Բորուջերդ եւ այլ քաղաքներում։ Որոշ տեղերում ցույցերը վերածվել են անկարգությունների ու բախումների։ Հարձակումներ են եղել հանրային ու վարչական օբյեկտների վրա, հաղորդվել է նաև տարբեր քաղաքների շուկաներում գործադուլի մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հարող ռեսուրսները հայտնում են Լորդեգանում զինված ցուցարարների հետ բախման մասին, ինչի հետևանքով 2 ոստիկան է զոհվել, 30-ը վիրավորվել։ Մեկ այլ ոստիկան զոհվել է Մալարդում։ Իրանի տարբեր քաղաքներում այրում եւ քանդում են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուշարձանները։ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, երբ խանութպանները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ արտահայտելու իրենց զայրույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման դեմ։ Ավելի ուշ ցուցարարներին են միացել նաև ուսանողները եւ բողոքի ակցիաները տարածվել են տարբեր քաղաքներում։ Ամերիկյան $1 այժմ համարժեք է իրանական 1,420,000 ռիալին։ Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը հայտնում են, որ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ, Իրանի 31 նահանգներից 27-ում տարածված բողոքի ցույցերի ընթացքում գրանցված անկարգությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 60 ցուցարար, 2076-ը ձերբակալվել։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին։ Թրամփը նույնիսկ սպառնացել է միջամտել, եթե ցուցարարների դեմ ուժ կիրառվի։ Իրանն էլ խոստանում է կոշտ արձագանքել երկրի ներքին գործերին միջամտությանը։ Իրանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ երկրի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը հստակ եւ անհատելի կարմիր գծեր են եւ ցանկացած թշնամական գործողություն կամ սպառնալիքների շարունակություն կարժանանա համաչափ, վճռական ու վճռորոշ պատասխանի։ Հայտարարությունում ընդգծվում է, որ լարվածության ցանկացած սրման հետևանքների պատասխանատվությունը կրելու են այն կողմերը, որոնք թիրախավորում են տարածաշրջանային անվտանգությունը եւ Իրանի ինքնիշխանությունը։ Իսկ ակսորիալ գահաժառանգ Շահ Ռեզա Փահլավին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել Իրանի անցումը բռնատիրական ռեժիմից դեպի ժողովրդավարություն։ Նա շեշտել է, որ նպատակ ունի խաղաղ փոփոխություններ իրականացնել ազգային հանրաքվեի ու սահմանադրական ժողովի միջոցով։ Իրանի վերջին շահի որդին, դիմելով իրանցիներին, կոչ է արել համատարած դուրս գալ փողոց ու տապալել իշխանությունը։ Եվ այժմ կզրուցեմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Ողջույն պարոն Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Նախ կխնդրեմ նշել, մեր նախորդ զրույցից հետո իրավիճակ փոխվել է Իրանում, թե ոչ։ Մեր նախորդ զրույցից հետո եւ փոխվել է այս քանի րոպեների ընթացքում, որ դուք հաղորդում էիք Իրանի իրավիճակը, հաղորդեցիք 1,420,000 ռիալ դոլարի համար Իրանում, պետք է ասեմ, որ արդեն փոխվել է, դարել է 1,470,000։ Այսինքն շատ կարճ ժամանակում դոլարը սրընթաց աճում է, որը պարզ է, որ չի կարողանում Իրանի իշխանությունները չեն կարողանում դա կասեցնել։ Այսինքն այն ինչ որ Իրանի ներքին տնտեսական մասնագետներն են ասում, սա տնտեսության փլուզում է եւ իրանական իշխանությունները չունեն որևէ միջոց, որ կարողանան այս փլուզումը կասեցնել։ Շատ լավ, այդ դեպքում իրադարձությունների զարգացման ինչ սցենարներ կարող եք կանխատեսել։ Ամեն ինչ կախված է այսօր եւ վաղ, որովհետեւ ինչպես նշեցիք, թագաժառանգը ժողովրդին հրավիրել է ապստամբության երեկոյան ժամը 8-ին, եթե չեմ սխալվում, մեր մոտ ժամը 8:30 է լինում եւ պետք է սպասել տեսնել, որ Իրանի հասարակությունը ինչպիսի արձագանք կտա թագաժառանգի հրավերին։ Նոր ես կարդում էի եւ կան տեղեկություններ, հարցումների արդյունքներ, որ թագաժառանգի վերադարձին իրանցիների ավելի քան 80%-ն է սպասում։ Եթե հավատանք նման թվերի, ուրեմն պետք է այսօր եւ վաղը Իրանում լուրջ փոփոխությունների ականատես լինենք։ Լուրջ փոփոխություն ասելով, ես ի նկատի չունեմ, թե իշխանությունները ինչ-որ քայլերի կգնան, այլ ինձ թվում է, եթե ինչ-որ լուրջ փոփոխություն լինի, դա լինելու է Իրանի հասարակության կողմից, որոնք պարտադրելու են Իրանի իշխանություններին կամ հրաժարական տալ, կամ փոփոխության գնալ։
Շատ լավ, երբ նշում եք Իրանի համար այսքան առաջիկա 1-2 օրն է վճռորոշ լինելու։ Այո, այսօր եւ վաղը։ Իսկ դրա վրա ինչպիսի ազդեցություն ունեն ներքին գործոններից բացի արտաքին գործոնները։ Դե տեսեք, այս արդեն 12-րդ օրն է, որ ցույցերը շարունակվում են։ Ես չէի ասի, որ մինչև 3 արտաքին գործոնները այդքան ներգործություն են ունեցել, ուղղակի կարելի է ասել, որ Իրանում հասարակությունը հաճելիորեն զարմացած էր, որ օրինակ Տրամպը հայտարարել էր, որ եթե ուժ կիրառվի ինքը կմիջամտի, Թագաժառանգը իդեպ դրա դեմ խոսեց, ասեց, որ ինքը չի կարծում, որ դրա ժամանակն է եւ դրա կարիքը կա։ Ամենամեծ արտաքին ներգործությունը հենց կատարվեց 3 Թագաժառանգի կողմից, որ հասարակությանը հրավիրեց մեծ ցույցի այսօր եւ վաղը ժամը 8-ին եւ ցանցերում որտեղ որ հնարավոր է նայել, ես ինչքան հետաքրքրվում եմ, բոլորը դրա մասին են խոսում, որ ժամը 8-ին պետք է դուրս գան փողոց։ Նույնիսկ Թագաժառանգը այսպիսի մի արտահայտություն էր արել, որ եթե փողոց դուրս եք գալիս, կարող եք նույնիսկ չտեղաշարժվեք։ Ուղղակի դուրս եկեք փողոց եւ փողոցում կանգնեք։ Իսկ տարածաշրջանային երկրները ինչպիսի վարք են դրսևորում այս կատարվողին, հա։ Դե Հայաստանը պարզ է, Իրանի բարեկամ երկիր, սահմանակից երկիր, իհարկե իր մտահոգություններով դրանից բխող ամեն պարզ եւ հասկանալի, այլ մնացած երկրները, հա, ինչպիսի վարք ունեն իրավիճակին։ Օրինակ Թուրքիայի վարքը կամ այսպես ասած այն ինչ Թուրքիան է արել, զգուշացրել է Երևանից իր քաղաքացիներին, որ անմիջապես Իրանը թողնեն, լքեն Իրանը ինչ ձևով հնարավոր է։ Առավոտյան ես նայում էի, արդեն 17-րդ օդանավն է, որ թուրքական հպատակներին հանում է Իրանից։ Դե Հայաստանը որպես իշխանություն պարզ է, որ առայժմ չունի, այսպես ասած, քայլեր անելու, պետք է առայժմ դիտորդի իրավիճակում է որպես իշխանություն, բայց որպես հասարակություն ես շատ զարմացած եմ, որ վերջին օրերին տեսնում եմ բոլոր լրատվամիջոցներում, պետական կամ հանրային լրատվամիջոցներում, այսպես ասած, Իրանի պետական տեսակետը թարգմանողներ են հայտնվել, որոնք անընդհատ ներկայացնում են Իրանի պետական տեսակետը եւ անընդհատ Իրանի հասարակությանը համարում են, այսպես ասած, ոչ բարեփոխականներ եւ համարում են որպես խառնակիչներ եւ դա մի քիչ մտահոգիչ է, որովհետեւ համենայն դեպս ով էլ լինի Հայաստանում իշխանությունը կամ Իրանում ով էլ լինի իշխանությունը, ժողովուրդները մեկ է պետք է իրար հետ կարողանան ապրեն եւ մենք որպես Հայաստանի ժողովուրդ ավելի շատ կարիք ունենք հասկանալու թե Իրանի հասարակ քաղաքացիները Իրանի ժողովուրդը ինչ է ուզում եւ կարողանանք նրանց հետ խոսել, ոչ թե ուղղակի իմանալ թե ինչ է Իրանի իշխանությունների տեսակետը։ Բնականաբար դա բավականին խնդրահարույց հարց է, բայց այդ համատեքստում մի հարց, սովորաբար Իրանը որպես փակ երկիր եւ նաեւ լրատվական կամ մեդիա ռեսուրսները կառավարող երկիր, մենք հիմնականում Իրանի նաեւ պետական լրատվամիջոցներից ենք տեղեկություններ ստանում, այնքանով որքանով իրանական ռեժիմը թույլատրում է, հա, եւ նաեւ իրանական տարբեր ծագման ունեցող, բայց արտասահմանում գործող եւ այլն։ Այդ համատեքստում կարող եք մեզ մի քանի խորհուրդ տալ, ինչպիսի իրանական աղբյուրների հետևենք։ Շատ բարդ հարց եք տալիս իհարկե, այստեղ շատ կարևոր է պարսկերենին տիրապետելը, իրանցիները, ինչպես նշեցիք, համացանցի հետ լուրջ խնդիրներ ունեն, այսօր երեկվանից ես կասեի, որ ինտերնետը Իրանում եւ մեծ քաղաքներում շատ դանդաղել է, այն աստիճան, որ օգտագործելը ինտերնետից դարել է շատ դժվար
ուղղակի իրանցիները հենց դրա դեմ դուրս գալով իրենք ավելի շատ Twitter-ն են օգտագործում, որպեսզի կարողանան իրենց տեսակետը դուրս բերել Իրանի սահմաններից եւ մի քիչ այստեղ մեր իրանագետները եւ նրանք, ովքեր որ կարողանում են պարսկերենով հաղորդակցվել, պետք է ավելի շատ Twitter-ում հետևեն այն անձնավորություններին, որոնք կարողանում են Իրանից դեպի դուրս հոլովակներ եւ տեքստերի միջոցով տեղյակ պահել, թե ինչ իրավիճակ է հիմա Իրանում կամ Թեհրանում կամ մեծ քաղաքներում։ Ասում եմ, մի քիչ դժվար է դրանք տարբերելը, թե որն է կեղծիք, որն է իրականություն, բայց այդ ասպարեզում աշխատողները ինձ թվում է արդեն կարողանան հեշտությամբ դա անել։ Շնորհակալություն պարոն Մինասյան, ես կարծում եմ մենք դեռ զրույցի հնարավորություն ունենալու ենք եւ այնինչ տեղի է ունենալու Իրանում, թող տեղի ունենա հնարավորինս խաղաղ, շնորհակալություն։ Հաջողություն։ Զրուցակիցս Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանն էր։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, տեղեկություններով դեռ եթերում ենք լինելու, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։